Ամենայն սիրածս գործը նկարչությունն է, ես զբաղվում եմ այդ գործով, նկարում եմ դեպքերում նստացի հազարավոր կիլոմետրներ կողմ Հայաստան եմ նկարում, ուրիշ ոչինչ Գյումրի եմ նկարում։ Մի հատ վարպետի տուն էինք ապրում, քարդաշտ իրան ասում են ճարտարապետ քանդակագործ, այդպես անունն էր Գյումրիում։ Այսինքն կնտետների մեջը դուրսը այդ ամենանուրբ քանդակները, օրնամենտները ինք ու իրան նման այդպես մի քանի վարպետ են եղել Գյումրիում եւ իրան տունները դեն շքեղ սարքած էր։ Իրան թորնուին չփստաված անուշ աղջիկ էր։ Ինքն էլ նկարչական դպրոց էր ավարտել։ Եկավ տեսա, որ խզբզդում եմ, այդպես բան եմ անում, ընդ կան լավ նյութեր տվեց, ակվարել տվեց, ալբոմ տվեց, բան։ Ու 2-3 ամիս դասատուի նման ինձ հետ պարապեց։ Ես դպրոցական չէի, դպրոց չէի գնում։ Հետո որ դպրոց գնացի առաջի երկրորդ դասարան, ասեմ բավականին նկարիչի անուն ունեի ես, ասեմ պատերազմը սկսվել էր 4-րդ դասարան էի։ Աշխարհագրությունը նկար անելու ժամանակ աշխարհագրության դասատուն շատ խիստ կին էր, տարիքով ծեր, լավ ծեծել գիտեր երեխեքին էլի։ Սա ինձ արագ եկավ իմ մոտս, ես նկարածս պահեցի։ Ասի ես անդրի լավ չտղե։ Ասեց հլպես նետին չէր անում, ես դիբատ թույս տվի, ասեց ես դու ես նկարել։ Ես եմ նկարել, ասեց գիտես ինչ, Լենինական նկարչական դպրոց կա, օգոստոսին գնաք ընդունտու նկարչական դպրոց ընդունվի։ Այնքան ծանրվել էր ժամանակներ ապրելակերն, մի դպրոցը թամամ չէինք կարում սովորենք, 2 դպրոց պետք է սովորեի, մտքով սե չանցավ, որ հեչ գնամ էլի։ Տարին սկսված, անցել էր շաբաթ-երկուս, սա հանգած 10-ին հիշեց, ասես դու գնացիր նկարչական դպրոց, չէին գերարակվյա, ոնչ ես 10-ի վերջին կսպասես։ Գնացինք դիրեկտորը ասեց, որ այն ասեց, ասեն քննությունները պրձել են, արդեն 10-ը քննում է, ասեց, մնա 2 տարի թող կայինք։ Սկսեց ծնողի նման ինձ գովել բան, թե ասեց թող առաջի քսե իրան նկարներն է քննություն։ Ու դեն ծնտին տուն էլ տվեց։ Հետո մի քանի օր հետո մի կես մեշոք շոր բերեց, Եվ դասարան իրան 10-ներ, ասեց, որ 10-ի վերջին կուկասելի ուսուցչանոցի մոդը, գնացի կես մեշոք շորը, ասեց սրանք կախակնից մենակ նկարչական դպրոց երդելու ժամանակ, բայց կոշիններն ենքան մեծ էին, այն ժամանակ այդ կոշիններին ցարսկի նոս էին ասում, էլի, մոդնի կոշիններ էին, էլի, շատ գեղեցիկ ու անմայլապետ չէր ակնված, բայց ոտքի շատ մեծ էին, թուղթ բան էին մտցնում, որ ոտքեր չեն են, դրանք իրան ասածի նման նկարչական դպրոցի ժամանակ էի հագնում, բայց շատ էին վրաց ծիծաղում, մանավանդ դասատուներ էլի, սրան նայի, թարսկի նոչտուֆլիներին նայի, փոքր երեխա է 4 դասարանի մոդնի տուֆլի, բայց այսքան ոտքից մեծ են։ Ես միշտ օրնում եմ իրան, շատ ամուշկին էր, լավ դասատու էր, և ոնց որ թե պատճամն ինք եղավ, որ նկարիչ դարձա ես էլ։ Ավելի Գիսագյանի կինն է, Սոֆյան է, ես էլ իմ դիպլոմս է ինստիտուտի, բոլորի դիպլոմներն է նայելով, եկավ իմ մոդը, նայեց դիպլոմս, ասեց դու որտեղացի ես, ասի Ղազարաբադցի եմ, բայց ես միշտ լենինականցի եմ ասում, քանի որ հայրս Ղազարաբադցի է, ես ասի Ղազարաբադ ասես նկարիչ, ասի էդ ոնց որ հանջարեղ պոետ Իսահակյան կուտավ նկարիչ չէ, ասեց էդ էլ ճիշտ ես ասում, ճիշտ ասեց բանը, էդ է տիկին Սոֆիկի մասին։
Սայլան ուրիշ էր։ Գնաց իրան մոտը 60 թվի կատալոգ կտալա իրան տալու, ասի վարբետ մի հատ ելնեմ ասի նգարները նայեմ էլի, նայի նգարներն եկա, ոնց որ մուսասեգ ավելի գեղեցիկ խոսքեր ասեցի, ասի դու մեր գեղանկարչության կաթողիկոսն ես, որտեղ ոտքդ փոխում ես անգյուն տեսնում ես Սայլանը հիշում, ոբշեն գովեստի անուշ խոսքեր ասեցի, մեկը գնաց մոտից ես, մադո վերավ թե մի րոպե, գնաց, նոր ինչ որ խոսում էիս գրի, դու վարդեն ասի գրել նուրիշ է, խոսել ամեն մարդ կխոսել, գրել չիլի, բայց գրեցի, բայց ես զգում եմ, որ ոնց որ խոսեցի, նեն չգրեցի էլի։ Սարոյանը շատ մոդ է եղել, Սարոյանը հետ կապված շատ սիրուն պատմություններ կան ինձ։ Մի անգամ Դարնի գնացինք մեքենայով, վարորդի կողքին էր նստած, հետևն ես էին նստած ու Հրաշ Թաշյան, նկարիչ ամերիկահայ։ Ինչ շուտ եկավ հարցրեց, թե Դարնի ինչու մարգը կոչվի, ինչը սեդ է Դարնի, ես հանգաստա եկա, շատ արագ պատասխանեցի, իպեր գիտեմ, ասի ինգուզաշատ տեղ, չէ շուկայում Դարնի պոբոկը շատ մոտ այել ավնելը, ես տարավ սամ, եղբայր սամ ինչ կապ ունի ինգուզի հետ, ասեցի սուտ խոսացի, վարվետ ճան ասի, անկերն ասաց, գեղեցիկ սուտ խոսե, խոսելը ծուտեսա, ասեք Կարնին հրեշտակների հավաքատեղի եղե, առաջ հրեշտակը, որ աստված ստեղծել է Կարնի ծատուրս եղե, սկսեց մի 10 հազնենց վարյատներ պահնեն է, թե ասանք սուտ խոսապետ, ընգուզաշատ տեղը որն է։ Եվ դենց մեծ մարդում, ինչ ասեն, դա Հայաստանում բդիլնի, որ այդ տեսակ մարդով մեդալ են, պասասն են, տունցանգարան սարկեն, ներսան են, Իմ կնալու ժամանակը շատ վատ էր էլի Հայաստանում, վիճակը վատ էր, կարծես թե երեսից մի քիչ պուդրայված է, բայց էլի բուն իսկական ժողովուրդը աղքան են էլի, շատ աշխատանք չկա, բան էլի, փոխվել մնդետ շենքերը բաները չեն զարմացնում, որը տարան չնեն էլ ապրելակերպը ժողովրդի, որ են չի էլի, ցավալի է շատ էլի, Գյումրին էլ Առաջ որ պետակները մեղվի, փախնում էին ճանջերը գնում էին, ասում էին, մեր ճանջը մարավ, այսինքն չկա արդեն, մի Գյումրին մարել է, են Գյումրին է չկա, են սրախոս մարդիկ էլ ոնց որ չկան, են անուշությունը, փախել են սաղ ժողովուրդը, ու ես միշտ մտածում եմ, թե Նույնիսկ ես մեր ղեկավարները Նժդեի գիրկը, Կարեկին Նժդեի գիրկը չեն կարդում, ինչ նվիրյալ հայ եղե, ինչ բաներ եղե Հայաստանի համար, երկու անգամ Հայաստանը փրկել է Կորբանումից, դրանց մեջ սկի բան չկա, այդքան ժողովրդին առիթ են տառնում, բան են անում, որ Հայաստանից դուրս կան, մեղք է չի Հայաստանը, վերջապես։ Միտք ու նպատակներ ունեմ ավելի սիրուն բաներ անեմ, առաջիկայում թե Աստված իսկականից մի երկու տարի կյանք տվեց, անպայման Աբուլալա Մահարի նկարեմ ես։ Մահարու կերպարը, Աբուլալա Մահարու կերպարը Քրեմ Իսագյանին անեմ։ Շատ փոքր հասակից սիրել եմ այդ գործը, անչափ շատ։ Հիմի վերջապես միշտ մտածել եմ, որ նկարեմ, բայց այդեն չի ստացվի։ 2000 թիվներ տեսանք, 80 տարիներ տեսանք, ես 80 տարեկան եմ, Աստծուց իսկապես շատ գոհ եմ,